Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այս անգամ շատ համեղ ու գեղեցիկ գաթա եմ թխել։ Ուրեմն խմորը գնել եմ, ձեզ ուզում էի փոխանցեի գաթայի կտրվածքի ձևը։ Տեսեք ինչ սիրուն է, ոնց որ բանձիկներ լինեն, շատ շքեղ է դիտվում սուրճի սեղանին, ափսեի մեջ դասավորված, հետաքրքիր ձև ունի, շատ հեշտ է, բայց շատ գեղեցիկ, տեսեք, ոնց որ բանձիկ լինի, շատ սիրուն է։ Հիմա ցույց տամ, թե ինչպես են կտրվածքը անում։ Ուրեմն ինչու շեշտեցի, որ գնել եմ խմորը, բազմաթիվ տեսանյութեր ունեմ իմ ալիքում, իմ շերտավոր խմորով պատրաստած թխուկներ ունեմ, խմորեղեններ ունեմ և այսպես ասած ոչ մի անգամ ռիսկ չեմ անում մի այլ խմոր փորձեմ, որովհետև իմ ձեռքի տակ եղած բաղադրատոմսից ավելին չեմ պատկերացնում։ Հիմա սա գնել եմ, ինքը գործարանի խմոր է, բայց պատկերացրեք մի կողմից թխում եմ, մի կողմից ասում եմ, բա որ հանկարծ չստացվի, վերջը ու այսպես թխեցի, ճիշտ է, արդյունքը այդքան էլ գոհացնող չէր, միգուցե իմ ջեռոցից է կախված, եթե իմ պատրաստած խմորով լիներ, հաստատ տեսքը այլ կլիներ։ Խմորը ինչքան բարակ կարող ենք, այդքան բացում ենք ուղղանկյունաձև և բաժանում ենք 3 հավասար մասերի։ Շատ անգամներ շեշտել եմ, որ շերտավոր խմորի վրա, որպեսզի խորիզը չթափվի, կամ մի թեթև վրձինով ջուր ենք քսում, կամ սպիտակուց, դե քանի որ երեսին դեղնուց եմ օգտագործելու, որոշեցի սպիտակուցն էլ այստեղ օգտագործել։ Շերտերին քսում ենք սպիտակուցը և վրան լցնում խորիզը։ Խորիզը լցնելուց հետո ձեռքով մի լավ սխմում ենք, որպեսզի չթափվի ու դնում ենք հաջորդ շերտը, դե այս կտրվածքի համար։ Նորից սպիտակուց ենք քսում, նորից լցնում ենք խորիզը, վերջին շերտի վրա ոչինչ չենք քսում։ Ահա, վերջին շերտն էլ դրեցինք, հիմա ուղիղ 2 մատ լայնքով կտրվածքներ ենք անում։ Ուղիղ կտրում ենք։ Հիմա այս եզրերից հանած կտորը, որը որ հանել ենք եզրերը հավասար լինելու համար, այսպես դնում ենք այս կտրած շերտերի մեջտեղում ու ծալում ենք դեպի հետև։ Այսինքն պետք է ուշադիր լինեք նաև, որ այդ կտորը շատ կարճ չլինի, որովհետև իմ մոտ թխելուց այնպես եղավ, որ կարճ էր դրած այս վրայի կտորը, բանձիկները, որ բարձրացել էին, փքվել էին, իրենք բացվել էին, այսինքն այս կտորը մի քիչ առաջ էր եկել, այդ փոքրիկ կտորը պետք է թեքեք դեպի հետև ու մի թեթև ամրացնեք։ Այս տարբերակով տեղափոխում ենք բոլորը տապակի մեջ և երեսին քսում ենք դեղնուց։ Դեղնուցը քսելուց հետո տեղափոխում ենք 250 աստիճան տաքացած ջեռոցում թխվելու։
Ահա, տեսեք սիրելիներս, մի փոքր կադրել այստեղ բացեմ, տեսեք ինչպես են բարձրանում շերտերը, ինչքան սիրուն է ստացվում։ Դե կթողնեմ, կկարմրի, նոր կհանեմ, որպեսզի շերտերը չնստեն։ Ահա, թխեցի, վերջացրեցի, հիմա կդնեմ ափսեի մեջ, կտեսնեք ինչքան գեղեցիկ է։ Փորձեք սիրելիներս, նույն կտրվածքով թխեք, շատ գեղեցիկ է ստացվում։ Իմ պատրաստած շերտավոր խմորի տեսանյութի հղումը ներքևում կդնեմ նաև խորիզի պատրաստման ընթացքը, օգտվեք, ցանկացա անպայման ձեզ փոխանցել։ Դե շնորհակալ եմ, որ դիտեցիք, բոլորիդ ուրախ օր եմ մաղթում։